Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ 2001-ին ստեղծված անկախ պետական մարմինն ապահովում է հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը։ Վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը։ Անցած 25 տարվա մեջ մենք կայացանք որպես ինստիտուցիոնալ կառույց, այսինքն ներդրվեցին մեխանիզմները մշտադիտարկման, լիցենզավորման, վերահսկողության, տասնյակ կարգեր ընդունեցինք, անցումը կատարեցինք դեպի թվային հեռարձակում։ Հեշտ չէ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ լինելը, ասում են, բայց վստահեցնում են, իրենք գտել են իսկապես անաչառ և անկախ լինելու ճանապարհը։ Իմ համար այլևս պարտականություն չի այս աշխատանքը, ծառայությունն է իմ համար, առաքելությունն է իմ համար ունեմ 3 սկզբունք՝ հանդուրժողականություն, համբերատարություն և սերը։ Սիրում եմ աշխատանքը։ Մարտահրավերներ իհարկե կան, նշում է Տիգրան Հակոբյանը։ Արհեստական բանականությունը գրավել է աշխարհը, պետք է հետևողական լինել մեդիա դաշտը պաշտպանելու կեղծ, ոչ ստույգ բովանդակությունից։ Արհեստական բանականության շնորհիվ սինթետիկ բովանդակությունը գեներացվում, եթե մենք չփորձենք ինչ-որ ձև կարգավորել և դիմադրել այդ սպառնալիքներին, ապա ես շատ կվախենամ, որ նորմ կարող է դառնա ապատեղեկատվությունը, դիփֆեյքերը, ատելության խոսքը։ Հանձնաժողովը խոստանում է հաջորդ տարիներին էլ ամեն ինչ անել, ապահովելու հեռարձակվող լրատվամիջոցների անկախությունն ու բազմազանությունը։ Զարուհի Սահակյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։